Օգոստոսի 27-ին կեսգիշերն անց Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ ստացվեց, որ գոտկային և թիկունքային շրջանի կտրած ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Տուժածնի վիճակի չէր խոսել, սակայն ոստիկանները շուտով օպերատիվ տեղեկություններ ստացան, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Գետապ գյուղի բնակիչ 1997 թվականին ծնված Դավիթ Գրիգորյանը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության Շենգավիթի և Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Գրիգորյանը ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։ Նրա խոսքով անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել էր երիտասարդին։ Վիճաբանվել ենք, տենց ստացվեց էլի։ Դավիթ Գրիգորյանը ձերբակալված է, քննությունը շարունակվում է։ Սեպտեմբերի 8-ին ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ ստացվեց, որ ներքին Գետաշեն գյուղի տներից մեկում դանակահարված կնոջ դիկ կա։ Ոստիկանները մեկնելով դեպքի վայր արագ պարզեցին կնոջ ինքնությունը։ Րոպեներ անց տան մոտակայքից սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց սպանվածի որդին, 1989 թվականին ծնված Տիգրան Գասպարյանը։ Ոստիկանության Մարտունու բաժնում նա խոստովանեց, որ կենցաղային հարցերի շուրջ վիճել է մոր հետ ու դանակով թիկունքից հարվածել նրա պարանոցին։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին առավոտյան ժամը 5-ին միջադեպ է եղել Երևանի Արտաշեսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում։ Անհայտ անձը վիճաբանել է մի քաղաքացու հետ և սուր կտրող ծակող գործիքով բազմաթիվ վերքեր հասցրել նրան։ Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ձեռք են բերվել անձի լուսանկարներն ու տեսագրությունը, սակայն նրա ինքնությունը դեռևս հայտնի չէ։ Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել 102։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Որպես անհետ կորած որոնվում է Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ 1965 թվականին ծնված Համազասպ Մարտիրոսյանը, որը օգոստոսի 6-ին ժամը 8:50-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Համազասպ Մարտիրոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Հրազդանի բաժին կամ զանգահարել 010 59 06 18 098 63 65 53 հեռախոսահամարներով։ Ամրակապվեք, պահպանեք ձեզ ձեր սիրելիների համար։ 50 կմ/ժ արագության բախումը նույնն է, ինչ անկումը 5-րդ հարկից։